Հայ ֆերմերները արգելքների հետ են բախվել։ Մենք ուժեղ Հայաստանից ենք, եկել ենք թե մի հատ հասկանանք ինչ խնդիրներ ունենք։ Ինչ որ կառավարությունը ցույց է տալիս, դա ուղղակի սենց այսպես ասած մակերեսային պրիմիտիվ սենց մեթոդներով ուզում է մանիպուլացնել։ Տալիս են մեր պտուղ բանջարեղենը ստուգելու եւ տեսնում ենք ինչքան թունաքիմիկատների մնացորդներ կան մեր գյուղմթերքի մեջ։ Դա մեր ֆերմերի մեղքը չի։ Այսպես տարերային ձևով դու չես կարող պայքարել։ Սիրելի ընկերներ, գտնվում ենք Հովտաշատ գյուղում, ժողովրդի լեզվով ասած մեհմանդարի շուկային եկել, ծանոթանալու այսօր Հայաստանի ներքին շուկայում, գյուղատնտեսական ապրանքների ներքին շուկայում տիրող իրավիճակին։ Ինչպես գիտեք, ամիսներ առաջ Ռուսաստանի Դաշնությունը արգելքներ մտցրեց Հայաստանից բուսական ծագման մթերքների ներմուծման մասով եւ այսօր Հայաստանի գյուղացին հայ ֆերմերները մի քանի արգելքների հետ են բախվել։ Հարութի հետ ենք այստեղ, Հարութ ջան ողջույն։ Կուզեի, որ ընդհանուր մեր հայրենակիցներին ծանոթացնեիր, ինչպիսի իրավիճակ այսօր ունենք, ինչ խնդիրների հետ է բախվում հայ գյուղացին։ Հիմա որոշ ապրանքների հենց սեզոնն է, որ պետք է ապրանքները արտահանվեին դուրս, սակայն իրավիճակը այդքան էլ լավը չէ, ինչպես հասկանում ենք։ Ուրեմն ինչպես բոլորը գիտեն, մայիսի վերջից սկսեց Ռուսաստանի, կարելի ասել, մեր անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաաննախադեպ այսպես արգելքները սկսեցին կարանտինային ապրանքներից, բուսական ծագման ապրանքներից, հետո ձկնամթերքով եւ վերջում հասան կատնամթերքին, վերջնական փակեցին, կարելի ասել ամբողջ գյուղատնտեսական արտադրանքի մասով արգելք են դրել, ինչի հետևանքով մեր գյուղատնտեսական տնտեսությունը շատ լուրջ վնասներ են կրել եւ ծաղիկ աճեցնողները 96 միլիոն ծաղիկ արտահանվում էր Ռուսաստանի Դաշնություն, այսօր կանգնել են փաստի առաջ եւ չեն կարողանում։ Ծիրանի ոլորտը քիչ դուժեց, այն պարզ պատճառով, որ այս տարի քիչ էր բերքը, այո, արտահանվողը հիմնական տուժողները եղան լոլիկ արտադրողները, որովհետեւ լոլիկի գինը արդեն երբ որ մեկ-մեկ տեսնում եք սիթիներում արդեն երբեմն իջնում է 90 դրամ, բարձրանում է 130 դրամ, այդ նույնիսկ լոլիկի քաղելու եւ բեռնափոխադրման ծախսերը չի փակում այդ գինը այս թանկ պայմաններում եւ կարելի է ենթադրել, որ պլյուս դրան, տեսեք, եթե ջերմատները իրենց լոլիկը չեն կարողանում արտահանել, ստիպված տալիս են սուպերմարկետներին, բոստանային տնտեսություններում աճեցնողները կանգնել են ամբողջապես փաստի առաջ։ ոնց եք, լավ եք։ Լավ, մենք ուժեղ Հայաստանից ենք, եկել ենք թե մի հատ հասկանանք ինչ խնդիրներ ունենք, ինչ հարց կուզենայիք, որ մենք բարձրացնենք։ Կարտոշկինա, պանիկորնա, այս տային ամեն ինչ ծանոթացավ, ոչ բանին ինչ ունի։ Իջել է գները։ Լավ։ Իսկ ինչքան էր օրինակի համար, անցած տարի այս ժամանակ ինչքան է։ 150 դրամ է անցած։ 150։ Այդի նորմալ է։ Հիմա ինչքանով եք վաճառում։ 80 դրամ։ 80։ Այսինքն խնդիրը նա, որ հիմա չեն կարող Ռուսաստան ուղարկել։ Հա, խնդիրն է դա Ռուսաստանի չի գալիս։ Ինչպես է այս ամենը փաստացի Եվրոպական միության հետ բանակցությունները, այլ պետությունների հետ բանակցությունները փաստացի ինչպիսի ազդեցություն են ունեցել Հայաստանի արտահանման վրա։ Արդյոք արտահանման ցուցանիշները, եթե նայում ենք այս տարվանա եւ անցած տարիներին, նույն Ծիրանի մասով կամ լոլիկի մասով, արդյոք մենք կարողացանք որևիցե կերպ կոմպենսացնել կորուստները, թե ոչ։ Տեսեք, ինչ որ կառավարությունը ցույց է տալիս, դա ուղղակի սենց այսպես ասած մակերեսային պրիմիտիվ սենց մեթոդներով ուզում է մանիպուլացնել, որովհետև երբ որ հանենք վիճակագրությունը, հեսա որ վերջանա սեզոնը, կտեսնեք Եվրամիություն շատ ծիծաղելի փոքր քանակի ծիրան Բայց հիմա տես, ես նայում եմ, այսինքն տես, այն օրը գրել էին, որ արդեն Փարիզյան սուպերմարկետներում վաճառվում է։ Փարիզյան սուպերմարկետում չէ, այստեղ բանալի բառ կա, ոչ թե Փարիզյան սուպերմարկետներում, Փարիզում էլ չէ, Ֆրանսիայում գտնվող հայկական սուպերմարկետում։ Բայց դա ոնց որ իմանալով դա ներկրվել է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ոնց որ միշտ էլ եղել է դա։ Լավ, ես խոսում եմ մեծ Ուկրաինայի մասին, Ուկրաինա բազմաթիվ մեքենաներ գնացել են դեպի Ուկրաինա, ծաղկով մի քանի տասնյակ մեքենաներ Ուկրաինա վաճառվել է զուտ նրա շնորհիվ, որ մեր Ծիրանը, քանի որ մենք նախկին ԽՍՀՄ երկիր ենք, ԱՊՀ երկիր ենք, ուկրաինացիները ծանոթ էին մեր Ծիրանին։
Հա։ Եվրոպական շուկայում, եվրոպական սուպերմարկետներում մեր ծիրանը չի հայտնվել։ Բացառությամբ 4-ը բեռնատար, որ գնացել է Լեհաստանում հնարավոր է մտնի սուպերմարկետ, բայց արդեն այդ 4 բեռնատար ապրանքը նաև սուպերմարկետից պիտի վաճառվի դուրս գա։ Ինչքան է հիմա։ Արի դրա։ Իրա սակսնիչան։ Ճիշտ ասած անակնկալ էր կարտոֆիլի թեման, բայց այս հարցը անպայման կբարձրացնենք։ Պայման պատկաչ է տակուրս, ինչու՞ չի ծախում ցավը տանը։ Ռուսաստանի շուկան փակվել է հայ գյուղացու համար։ Ինչպես լուծել խնդիրները, այսինքն Մի քիչ պետք է հետ գամ, այս 8 տարվա մեջ, երբ որ մեր կառավարությունը խոսում է շուկայի դիվերսիֆիկացման մասին, ԵՄ-ի մասին, ԵՄ շուկայի մասին, ինքը արդեն 8 տարի առաջ այդ քայլերը ձեռնարկած լիներ։ Ոչ թե հիմա փակվեր, արդեն այս փակվելուց հետո ցայտնոտային վիճակում ինչ-որ սուբսիդիաներ առաջարկեին, այս անային, այն անային։ Հայաստանը ընդունել է Եվրամիության անդամակցելու մասին օրենք, որտեղ որ հստակ ասել է, որ Հայաստանը նպատակ ունի գնալ դեպի Եվրոպա, Եվրոպական միություն։ Okay, այս շրջանակներում ինչ որ քայլեր, գործուն քայլեր ձեռնարկվել են 8 տարիների ընթացքում, այսինքն ինչա կընկալվում, այսինքն համապատասխան նորմատիվ իրավական բազայի մշակում, սերտիֆիկացիա, լաբորատորիաների հիմնում, ամենակարևորը կայաններ, ապրանք հետագծելիություն, ընդհանուր արտադրության հետագծություն, դա առաջինը նաև մեզ է պետք, մենք որ այսքան առողջապահական խնդիր ունենք, այսքան մենք հիվանդացություն ունենք եւ այլն, եւ տալիս են մեր պտուղ բանջարեղենը ստուգելու եւ տեսնում ենք ինչքան թունաքիմիկատների մնացորդներ կան մեր գյուղմթերքի մեջ, դա մեր ֆերմերի մեղքը չի, մեր ֆերմերը չգիտի այդ պեստիցիդների օգտագործման քանակը եւ այլն, ինքը մտածանուտ Բայց տես կան ֆերմերներ, ես ինքս հետևում եմ մի հայ շատ հետաքրքիր եւ բավական հայտնի ֆերմեր կա, նայում ես, որ վերջին տարիներին Սինգապուր սկսել է ապրանքներ ուղարկել, բոլորս շատ լավ գիտենք Դավիթ Դավթյանին, եթե ինչպես է նա, ես անձամբ հետևում եմ, ծնեբեկը ուղարկել Սինգապուր եւ կարողացել է կանոնավոր արտահանման շղթա կազմակերպել դեպի այդ պետություն։ Հիմա ի՞նչն է խանգարում Հայաստանին, հաշվի առնելով թե դեսպանատներ ունենք շուրջ 10 տասնյակ, երևի մի 50-60 պետությունում ունենք, չգիտեմ, ճիշտ ասած չեմ հաշվել, բայց մի քանի տասնյակ պետություններում հաստատ ունենք։ Այդ ամենը կազմակերպել։ Նաև ինչն է հետաքրքիր, մի քանի օր առաջ տեսանյութ տեսա, որտեղ որ ասվում էր, որ այսինքն եթե մենք ունենք շուտ փչացող գյուղատնտեսական ապրանք, դրա վերամշակումը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի եվրոպական միության շուկային սովոր ապրանք ստանանք եւ կարողանանք ավելի հեշտ արտահանումը կազմակերպել, թե չէ օրինակի համար, նույն եթե խոսում ենք Մուրաբայի մասին, մեր ավանդական ինքը նույն եվրոպական միությանը համենայն դեպս արևմտյան մեջ չկա։ Իրանք սովոր չեն եւ այդ մուրաբան Եվրոպայում չի վաճառվելու այն մուրաբանը շաքարի պարունակությունն է բարձր, այլ կոմպոնենտներ նաեւ նրանց քիմքը սովոր չի, նայեք նույնիսկ եվրոպացու աշկը սովոր չի մեր ծիրանի գույնին եւ ձևին եւ ինքը իրանից արդեն բարդություններ է ներկայացնում պլյուս լոգիստիկ ծախսերը այնքան բարձր են որ մեր ծիրանը Եվրոպայում եթե տեսել եք Եվրոպայի հայկական խանութներում վաճառում է 10-15 եվրոյով իսկ Եվրոպայում իսպանական իտալական ծիրանը վաճառում է 2.5-ից 3 եվրոյով այդ ցուցանիշներն էլ եմ հանել պլյուս Դավթյան լինելով իմ ընկերը ինքը երկար ժամանակ ստանալով գիտելիքներ, փորձ ինքը կարողանում է անել եւ Սինգապուրի շուկան ճիշտ է քիչ քանակով դեռևս հույս ունեմ ինքը կավելացնի քանակը ինքը ինքնուրույն կարողացել է այդ ամենը չկազմակերպի արտանի սովորական միջին վիճակագրական ֆերմերը առանց պետական միջամտության ու օրդման չի կարող նաև գյուղատնտեսության նախարարությունն է պետք մի բնականաբար գյուղատնտեսության նախարարությունն է պետք եւ գյուղատնտեսության նախարարությունը պետք է նրա համար նաև որ շուկան ուսումնասիրի ինքը ֆերմերին ուղղորդի ինչ մշակաբույս աճեցնի ինչպիսի սորտ աճեցնի մեր տեղական սխտորն է հա մեր տեղական սխտորն է մենք ենք աճացնում ախտորը ոնց է շարժը շատ դες թույլ է էլի այս տարի սեկտորի անցած տարիների համեմատ շատ թույլ է էլի Իսկ ինչ ա եղել, ինչ ա պատահել, որ այս տարի թույլ է։ Այս սեքտորների պետք է ատված էլի, դուք չեն կարող անենք, բայց մեր մոտ բերում են, էլի։ Դեռ փոփոխություն կա, էլի, մի 500 դրամի տարբերություն կա խոշոր սեքտորի մեջ, որ անցած տարի մինչև 1000 ծախում էր, այս տարի պետք է չգիտեմ, այդպես
ինչ որ մի հատ տեղից տեղ ոսկի դնես կիլո ծախես, իսկ անցած տարի բիլիկով ծախում։ Մեզ պետք է ինչ հիմա հստակ։ Մի քանի նախադասությունով խնդրում եմ ամփոփես։ Լաբորատորիաներ, որոնք արտասահմանյան լաբորատորիաների հետ իդենտիկ են։ Մթերման կայանների հիմնում, որի միջոցով հնարավոր կլինի շատ մեծ քանակի ապրանք հավաքագրել, պահեստավորել, տարայավորել եւ արտահանել։ Հիմա Հայաստանում մթերման կայաններ արդյոք կառուցվում են։ Միտեղ կառուցում են, տեղեկություններ ունեմ, նույնիսկ տեսել եմ, բայց մի հատ Որտեվ ես հիշում եմ դու ասում ես միտեղ, դա ես էլի հիշում եմ մասնավորի, դա պետությունը այդ մթերման կայանը կարելի ասել պետական կապ չունի։ հովանավորչությամբ չի մի խոսքով։ Պետական հովանավորչությամբ չի եւ այդ մթերման կայանը որ կվերջացնեն, բայց մի մթերման կայանով, որ ասում մի ծաղկով գարուն չի գան, մի մթերման կայանով ամբողջ երկրի գյուղատնտեսության հարց չի լուծվելու։ Ամենակարևորը ապրանքի հետագծելիությունը, այդ թունիկ քիմիկատների հստակ, այսպես ասած, կանոնավոր վաճառքը ու վերահսկողությունը, որ որևէ ֆերմեր չկարողանա մտնել թունաքիմիկատի խանութ, իր ուզած թունաքիմիկատը եւ դրա ուզած քանակությամբ գնել։ Հաջորդը հողերի զոնավորումն է, որի շնորհիվ դու կարող ես զոնավորման արդյունքում հասկանալ, որ տարածաշրջանում ինչ մշակաբույս աճեցես, որ նվազագույն ինքնարժեքով լինի եւ կարողանաս մրցունակ լինել միջազգային շուկայում։ Այսպես տարերային ձևով դու չես կարող պայքարել։ Հասկացա Հարութ ջան, մերսի շատ։ Ես էլ եմ շնորհակալ։